Ունենք այն ինչ որ ունենք, մեծ ողբերգություն չեմ տեսնում, որտեվ մոտորապես այդպես էլ կանխատեսում էի, միակ ուրեմն ընտրության ակտով որևէ բան չի փոխվում, առավել եւս եկեք խոստովանենք, որ քվեարկությունը դա ընտրություն չէ, քվեարկությունը դա ընտրության մի մասն է, միգուցե ոչ ամենակարևորը, ինքը ընտրությունը գործընթաց է, ընտրությունը քաղաքակրթական կողմնորոշում է, ընտրությունը արժեքային համակարգի ձևաչափ է, իսկ քվեարկությունը պարզապես ամրապնդում է այդ ընտրությունը։ Եվ եթե մենք դատենք, թե ինչ է կատարվում մեր հասարակության մեջ, այս վերջի երևի մի երկու տասնյակ տարիներին, մենք կտեսնենք, որ այո, այս լումպենիզացիայի process-ը որ գնում է, ավելի ու ավելի խորն է դառնում, այն որ ամեն ինչ վաճառվում է, ամեն ինչ գնվում է, շատ հանգիստ կարող է տեղափոխվել եւ ընտրության համակարգի, եթե մենք ասում ենք բոլոր բնակավարներում պետք է լինի կապիտալիզացիա, ամեն ինչ պետք է լինի շահութաբեր, հասարակ մարդը հասկանում է, որ ընտրություններ կարող է լինել շահութաբեր իր չափով, եւ իր չափով կապիտալիզացիան կարելի է այդտեղ էլ անցկացնել։ Կարծում եմ շատ մի դրական երևույթ կա։ Չկան առողջ եւ հիվանդ ազգեր։ Յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր ժողովուրդ կազմված է մարդկանցից, յուրաքանչյուր մարդ անցնում է իր զարգացման ուղին։ Եվ եթե նա անցնում է այդ ուղին, եթե նա կրթվում է, եթե նա զարգանում է, եթե նա փորձում է կատարելագործվել, եւ եթե այդ մարդկանց քանակը շատ է, ուրեմն զարգանում է նաեւ ժողովուրդը։ Եթե մենք ի սկզբանե համարում ենք, որ մենք իդեալական ենք ծնված եւ պարզապես կան ոչ իդեալական վատ մարդիկ եւ պարզապես ոչ մի բան չանելով մատին չխփելով, այլ փոխելով տեղերով մենք ինչ որ բանի կհասնենք, ոչ մի բանի չենք հասնի։ Զարմանալիորեն, բայց նույն արմատից բուսնեց երկու տարբեր երևույթ։ Ընտրությունները բոյկոտողները եւ դրամ վերցնողները։ Մեր մեջ ասած նույն գաղափարախոսություններ չենք հավատում։ Պարզապես մեկը ասեց չեմ հավատում, չեմ մասնակցում, մեկը ասեց չեմ հավատում, գոնե մի բան ստանամ, էլի։ Տարբերությունը ո՞րն է։ Արմատը նույնն է, գաղափարախոսությունը նույնն է։ Մենք վերացրել ենք աշխատանք հասկացողությունը ընդհանրապես եւ մեր կուսակցություններն են վերացրել հիմնականում այդ աշխատանքը, որը պետք է կատարվի 4-5 տարվա ընթացքում։ Մենք վերացրել ենք մեր հասարակության այդ նորմալ շփումը։ Մենք զբաղված ենք նրան, որ պարզապես դիֆիրեմներով զբաղված ամբողջ օր երգում ենք, օ հայ ազգ, դու այսքան հանճարեղ ես, ժողովրդի մեծամասնությունը պարզապես հանճարեղ է, ինչ որ որոշի մենք էս ենք ունեցել, դա պարտավորեցնում է այսօր գոնե մի քիչ համապատասխանել նրան, ինչ որ ունեցել ենք, այլ ոչ թե արդարացնում է մեր այսօր ոչինչ չանելը ու ոչինչ չներկայացնելը մեզնից։ Չեմ կարծում, որ սա հայկական հիվանդություն է, սա ընդհանրապես նորմալ երևույթ է։ Հասարակությունը պետք է սթափ տեսնի իր պատկերը հայելու մեջ։ Կատարի ախտորոշում եւ զբաղվի բուժվելով։ Սա շատ կարևոր է։ Կրթվել է պետք։ Առանց չի կարող լինել քաղաքակիրթ երկիր անկիրթ հասարակության մեջ, չի կարող այդպեսի բան լինի։ Մենք դիմում ենք դիտորդներին ասում ենք, բա դու չեք նկատել, որ մարդիկ փող են բաժանում փողը, մենք ինչա դիտորդներին ասում ենք, եկեք մեր բարոյականությամբ զբաղվեք, սա արդեն անհասկանալի երևույթ է ինչ որ։ Մենք մեր բարոյական խնդիրները տեղափոխում ենք ուրիշներին, ասում ենք եկեք լուծեք, մենք այն ազգն ենք, որ չի կարող սեփական բարոյական խնդիրներ լուծի, եկեք մեզ հսկեք, որ մենք փորձենք բարոյական լինել։ Եղավ։ Յուրաքանչյուրս, եթե պատասխան չենք մեր ընտրության, անձնական ընտրության, մարդկային ընտրության, քաղաքակրթական ընտրության համար, մենք այդ ընտրությունը ուրիշից ենք պահանջում։ Չի լինի։
Իսկ եթե ազգի բարոյալքությունը շարունակվի, այսինքն ազգի բարոյալքությունը կախված չէ կուսակցություններից։ Այդ որ երկրում են կուսակցությունները բարոյական։ Մի հատ երկիր ասեք, որտեղ ամենաբարոյական մարդիկ հավաքվել են կուսակցության շարքը, Տրամպն է ամենակուսակ բանը, հա, բարոյական։